Այզես շանթի եթերում լրատվության ժամը 24 սեպտեմբերի չորեքշաբթի։ Արմավերի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում իր կիսակառույց տան դիմաց 3 գիշեր ժամը 23:52-ի սահմաններում սպանվել է Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդիա Գրիգորյանը եւ նրա ընկերը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը, որ դեպքի պահին ծառայության մեջ չի գտնվել։ Կրակոցներից վիրավորվել է Արծրուն Գալստյանը, որի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Սպանությունը տեղի ունեցել դիմակավորված անձի արձակած կրակոցներից։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանն նշել է, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են առնանման նյութի հետքեր, դրանցից կատարվել են նմուշառումներ, հայտնաբերվել են կրակված պարկուճներ 18 հատ, որոնք ևս վերցվել եւ արգրավել են։ Քննիչը նաև ընդգծել է, որ տեսանկարանող սարքերը տեսագրել են դեպքը։ Ըստ տեսագրության զննությունների պարզվել է, որ Փարաքար համայնքի ղեկավարը եւ ևս 2 անձ դուրս են եկել կիսակառույց ոչ բնակելի տնից։ Զննությամբ երևացել է, որ դիմակավորված մարդը վազելով մոտեցել է Վոլոդիա Գրիգորյանին եւ մյուսներին կրակահերթ արձակել ու դիմել փախուստի։ Ենթադրյալ հանցագործը, որի ինքնությունը դեռ պարզ չէ, առաջին կրակոցներից հետո վերադարձել է ևս 1 ստուգողական կրակոց է արձակել, որն է սպանության շարժառիթ դեռ հայտնի չէ։ Իրավապահները ուսումնասիրում են բոլոր վարկածները։ Վոլոդիա Գրիգորյանը Փարաքար համայնքը ղեկավարում էր այս տարվա ապրիլի 19-ից։ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին։ Ավագյանին անգիտակից վիճակում հայտնաբերել են զուգարանում, որտեղ նա գտնվել է մոտ 50 րոպե։ Ավելի ուշ բժիշկներն արձանագրել են նրա մահը։ ՌԻԱ Նովոստին իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են, որ սեպտեմբերի 23-ին Ավագյանը, որ Ռուսաստանի Դաշնությունում մեղադրվում էր մաքսային վճարներից խուսափելու մեջ, դատարան էր բերվել խափանման միջոցի ընտրության հարցի քննարկման համար։ Ռուսաստանի դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել Ավագյանի ձերբակալման վերաբերյալ։ Ավելի վաղ նա փախել էր դատարանից, որտեղ նրան պետք է խափանման միջոց ընտրեին ավելի քան 4.2 միլիարդ ռուբլի մաքսատուրքերի վճարումից խուսափելու գործով։ Սեպտեմբերի 23-ին Բորիս Ավագյանը տեսանյութ էր հրապարակել, որում հայտնել էր, որ ինքը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանի տարածքում է եւ ցանկանում է, որպեսզի իրեն արտահանձնեն Հայաստան։ Հայաստանում ևս Բորիս Ավագյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարված փողերի լվացման սահմանը ապօրինի հատելու գործով։ Քիչ առաջ դատարանը հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապայանի գործով վերդիկտը։ Դատարանը մեղավոր է ճանաչել Աջապայանին խափանման միջոցը թողնելով անփոփոխ։ Վերդիկտից հետո երկշաբաթյա ժամկետում դատարանը նշանակում է լրացուցիչ դատալսումներ դատավճիռ կայացնելու համար։ Մեղադրական վերդիկտի դեպքում դատարանը քննարկման առարկա է դարձնում մեղադրյալի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը, այսինքն երկշաբաթյա ժամկետում կորոշվի Միքայել arczepiskopos Աջապայանի պատժի Հիշեցնենք Շիրակի թեմի առաջնորդը մեղադրում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Արցախում Աղդամի շրջանում ականի պայթյունից զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ նա հետախույզ էր Ադրբեջանի ներքին գործերի նախարարության գլխավոր դատախազության ականազերծման գործակալության մամուլի ծառայությունները հաստատել են դեպքը։ Նշում են, որ զինծառայողը մահացել է գերեզմանատան չականազերծված տարածքում ականի պայթյունից։ Նոր զարգացումներ Ուկրաինայի շուրջ ընթացող քննարկումներում Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո Միացյալ Նահանգների նախագահը բոլորի համար անսպասելիորեն հայտարարել է, որ Ուկրաինան կարող է Եվրոպայի օգնությամբ վերադարձնել իր գրավված տարածքները։ Զելենսկին էլ հայտարարել է, թե Միացյալ Նահանգները պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային պատերազմից հետո։ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահները հանդիպել են մի քանի անգամ։ Միայն թե առաջին հանդիպումը սկանդալով էր ավարտվել, երբ Թրամփը որոշակի ճնշում էր բանեցրել Զելենսկու վրա։ Հետագայում հանդիպումները առավել խաղաղ բնույթ ստացան։ Իսկ այս հանդիպումը, որը տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում, Վոլոդիմիր Զելենսկին համարել է ամենաբովանդակայինը։ Թրամփն էլ հենց սկզբում նշել է, որ հիացած է այն պայքարով, որ ուկրաինացիներն են տանում։ Բայց լրագրողների ուշադրությունը գրավել է մի քանի այլ բան։ Հենց հանդիպման սկզբում լրագրողներից այսպիսի հարց է հնչել, թե արդյոք Թրամփը կարծում է, որ ՆԱՏՕ-ի տարածքում պետք է խոցել ռուսական թռչող սարքերը։ Թրամփն այսպես է պատասխանել. Այո, կարծում եմ։
Բայց ավելի ուշ երբ հարցրել են, թե կաջակցի արդյոք երբ դաշնակիցները դա անեն, նշել է, թե դա կախված է հանգամանքներից։ Բայց առավել շատ անսպասելի է եղել այս հանդիպումից հետո նրա գրառումը Truth Social կայքում։ Ուսումնասիրելով եւ լիովին հասկանալով Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ կապված ռազմական եւ տնտեսական իրավիճակը, ինչպես նաեւ տեսնելով այն տնտեսական խնդիրները, որոնք դա բերում է Ռուսաստանին, կարծում եմ, որ Ուկրաինան Եվրամիության աջակցությամբ ի վիճակի է պայքարել եւ վերադարձնել ամբողջ Ուկրաինան իր նախնական տեսքով։ Ժամանակի, համբերության եւ Եվրոպայի, մասնավորապես ՆԱՏՕ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ այս պատերազմի սկզբնական սահմանները բավականին լավ տարբերակ են, ինչու ոչ։ Նկատի առնելով Թրամփի նախկին հայտարարությունները, այս գրառումը վերլուծաբանները բավական սուր են համարել։ Նա նույնիսկ Ռուսաստանը համեմատել է թղթեվագրի հետ։ Ռուսաստանը 3.5 տարի աննպատակ է կռվում մի պատերազմում, որը իրական ռազմական տերությանը պետք է մեկ շաբաթից էլ պակաս ժամանակում հաղթեր։ Երբ Մոսկվայի եւ Ռուսաստանի այլ հրաշալի քաղաքների, գյուղերի ու շրջանների բնակիչները իմանան, թե իրականում ինչ է կատարվում այս պատերազմում, որ իրենց համար գրեթե անհնար է բենզին ձեռք բերել երկար հերթերի եւ պատերազմական տնտեսության մեջ տեղի ունեցող բոլոր այլ բաների պատճառով, քանի որ գումարի մեծ մասը գնում է Ուկրաինայի դեմ պատերազմին, որը մեծ ոգի ունի եւ միայն ավելի է լավանում։ Ուկրաինան կկարողանա վերադարձնել երկիրը իր նախնական տեսքին եւ ով գիտի, գուցե նույնիսկ ավելի հեռուն գնա։ Թրամփի խոսքերը Ուկրաինայի նախագահը ողջունել, իսկ Ռուսաստանում հակադարձել են։ Մասնավորապես Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բավական զգուշությամբ է խոսել։ Նա նշել է, որ Թրամփը չի կարող չնկատել Պուտինի պատրաստակամությունը կարգավորման գործընթացի նկատմամբ։ Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների միջև հարաբերությունները թույլ են տալիս նրանց քննարկել բավականին զգայուն հարցեր եւ միմյանց փոխանցել կարեւոր ուղերձներ։ Պեսկովի խոսքով Պուտինն ու Թրամփը շփվում են դույով եւ ունեն ջերմ հարաբերություններ։ Բայց հակառակ սրան Թրամփի հռետորաբանության փոփոխությունը միանգամից ողջունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ես ուրախ եմ, որ Միացյալ Նահանգների նախագահը հավատում է Ուկրաինայի ոչ միայն դիմակայելու, այլև մեզ հետ միասին իրավունքները պաշտպանելու ունակությանը։ Ավելի քան 1000 օրվա ընթացքում, չնայած խաղաղ բնակիչների շրջանում բազմաթիվ կորուստներին ու զոհերին, Ռուսաստանը գրավել է Ուկրաինայի տարածքի հազիվ 1%-ը։ Ի տարբերություն Թրամփի կտրուկության, Միացյալ Նահանգների պետքարտուղարը այս հակամարտության մասին խոսելիս դիվանագիտական բառապաշար է ընտրել։ Մենք հանդիպումներ ենք ունեցել Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում, Ալյասկայում, անթիվ հեռախոսազրույցներ ենք ունեցել, անելով հնարավոր ամեն ինչ այս հակամարտությունը լուծելու եւ ավարտելու համար, որը չի կարող ռազմական ճանապարհով ավարտվել, այն կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Եթե այս հարցում եվրոպացի լիդերների եւ Միացյալ Նահանգների հայտարարություններում արդեն փոխհամաձայնություն է նկատվում, ապա այլ հարցերում Միացյալ Նահանգների նախագահը դարձյալ խիստ քննադատություն է հնչեցրել Եվրոպայի հասցեին, նշելով, թե ներգաղթն ու կլիմայական քաղաքականությունը կործանում են Եվրոպան։ Անվերահսկելի ներգաղթը կործանում է նրա ժառանգությունն ու հանգեցնում աննախադեպ աղետի։ Ժամանակն է դադարեցնել բաց սահմանների ձախողված փորձը։ Ձեր երկրները դժոխք են գլորվում։ Թրամփը քննադատել է նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարում կանաչ էներգիային անցնելու քաղաքականությունը։ Թրամփը վերականգնվող էներգիան, մասնավորապես հողմային էլեկտրակայանները, անվանել է անհեթեթություն եւ չափազանց թանկ ձեռնարկ։ Միացյալ Նահանգների նախագահը նաև կոչ է արել դահլիճում հավաքված առաջնորդներին պաշտպանել խոսքի եւ դավանանքի ազատությունը, ընդգծելով, որ քրիստոնեությունը նույնպես պաշտպանության կարիք ունի, եւ նրա խոսքով այսօր աշխարհում այն ամենահալածվող կրոնն է։ Կրիստինա Լագուլյան, Հորիզոն։ 87 տարեկանում կյանքից հեռացել է իտալական կինոյի լեգենդներից Կլաուդիա Կարդինալեն։ Նա ծնվել է Թունիսում 1938 թվականին։ Գեղեցկության մրցույթում հաղթելուց հետո Կարդինալեն մասնակցել է Վենետիկի կինոփառատոնին եւ ստացել կինոյում նկարահանվելու առաջարկ։ Կարդինալը նկարահանվել է նշանավոր իտալացի ռեժիսորներ Ֆեդերիկո Ֆելինի եւ Լուկինո Վիսկոնտիի եւ այլոց ավելի քան 120 ֆիլմերում։ Հայ հանդիսատեսին դերասանուհին հայտնի է ֆրանսիայի ռեժիսոր Անրի Վերնոյի «Հանճարեղ մայրիկ» ֆիլմում մարմնավորելով գլխավոր դերակատարում։ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է թափոնների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։ Այն ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալը։ Արամ Մկրտչյանի խոսքերով նախաձեռնվել են մի շարք փոփոխություններ, որոնք թափոնների կառավարման համակարգը կդարձնեն առավել ճկուն եւ արդյունավետ։ Նշել, որ նախագծերի ընդունմամբ ակնկալում է, որ կկանխվի ապօրինի աղբավայրերի շահագործում, իսկ աղբավայրերի տնօրինողներին առավել հետևողական կլինեն դրանց պատշաճ շահագործման հարցում։ Արամ Մկրտչյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին։
Մեր աղբավայրերում շատ հաճախ աղբը վերացնելու համար ստիպված են լինում կամ չգիտեմ ստիպված չեն լինում ավելի հեշտ է լինում դա որպեսզի այրեն այդ այրման ընթացքում շրջակա միջավայրի վրա դա շատ ծանր ազդեցություն է ունենում շատ ժամանակ աղբավայրերը բնակավայրերի մոտ են լինում եւ մենք էլ բազմաթիվ բողոքներ դիմումներ ենք ստանում որ այդ ծանր այդ մետաղների կամ այլ աղբի այրումից հետո ամբողջ նույն Նուբարաշեն համայնքում ամբողջ այդ ծուխը այդ ծանր այդ թափոնների այրելուց հետո ազդում է մարդկանց առողջության վրա հարցս հետեւյալն է արդյոք շրջակա միջավայրի նախարարությունը հաշվել է կամ չափել է դա ինչ վտանգներ է ներկայացնում մեր ազգաբնակչությանը ինչ հնարավորություններ կան այդ դրանք զսպելու ոչ միայն Նուբարաշեն այլ նաև միջպետական մայրուղիներում են այդ այրում հիմնական ամենամեծ խնդիրը բնակավայրի մոտ լինելն է ոչ միայն այրման ընթացքում աղբավայրը ինքնին կարող է նաև իր քանակով կամ այդտեղ կուտակված աղբի տեսակներից ելնելով լինել վտանգավոր շնորհակալություն հենց այս հարցի համար որովհետև մենք կարգավորում ենք այս նախագծով հենց նման երևույթները քանի որ աղբավայրի մոնիտորինգ իրականացնելով որպեսզի գնահատվի թե արդյոք այրումը կամ ուղղակի նման քանակի աղբի կուտակումը շրջակա միջավայրի ինչպես նաև մարդկանց առողջության վրա ինչ ազդեցություն ունի, վտանգավոր ազդեցություն ունի թե չունի, առաջին հերթին մենք պետք է ունենանք մեխանիզմներ արդյունավետ մոնիտորինգ իրականացնելու եւ պատասխանատուներ, թե ովքեր պետք է այդ մոնիտորինգը իրականացնեն։ Եվ հենց այս նախագծով սահմանում ենք հստակ, թե որ դեպքում ով է այդ մոնիտորինգը իրականացնողի պատասխանատուն, կան ստանդարտներ, որոնցից առավել արտանետումները աղբավայրերում, դա կլինի այրման հետևանքով թե մեկ այլ գործընթացի կամ իրավիճակի հետևանքով արդեն կունենա հստակ գնահատական ազդեցության հետ կապված եւ համապատասխան մարմինը կլինի տեղական ինքնակառավարման մարմինը, կառավարության համապատասխան մարմինը կիրականացնի տվյալ աղբավայրում արդեն ոչ ստանդարտ միջոցառումներ վտանգավոր հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Երկրորդ հարցս, արդյոք ձեր գերատեսչության կողմից հաշվի առնելով նաեւ էլեկտրոմոբիլների այս մեծ քանակը եւ նաեւ մի քանի տարի հետո ես համոզված եմ այդ խնդիրը լինելու է, այդ մարտկոցների որպես Չինաստանը այսօր այդ խնդրին բախվում է եւ մենք էլ մոտակա ժամանակներս այդ խնդրին բախվելու ենք։ Արդյոք դուք ունեք նման, չգիտեմ, նման գնահատումներ կամ նման ինչ որ նախագիծ ունեք մշակված որ գա այդ օրը մենք փաստի առաջ չկանգնենք։ Այո, մի օր գալու է մենք այդ խնդրին բախվելու ենք, էլեկտրոմոբիլները իրենք շատ դրական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա, բայց իրենց մարտկոցները, երբ որ իրենք արդեն իրենց կյանքը ավարտում են, դրանց արդյունավետ կառավարում է անհրաժեշտ, որպեսզի վնասակար ազդեցություն չունենան։ Չինաստանը բախվում է այդ խրկին, բնականաբար Չինաստանի ծավալների հետ մենք չպետք է համեմատվենք։ Ես ասեմ, որ հենց այս օրվանից, ոչ թե այս օրվանից, այլ արդեն բավականին տևական ժամանակ կառավարությունը հենց կանխատեսելով այդ խնդրի առաջ գալը համապատասխան ռազմավարության մշակման փուլում է գտնվում, թե ինչ գործողություններ պետք է իրականացնենք, որպեսզի կարողանանք արդյունավետ կառավարենք իր դարն ապրած էլեկտրոմոբիլների մարտկոցները։ Առաջներում ցորեն հատիկը մեծ քարե ջաղացներում էին աղում, գործը ծանր էր ու բարդ։ Գուցե այստեղից է սկիզբ առել քարից հաց քամել արտահայտությունը, որը հայի աշխատասիրության բնորոշումն է։ Հայկական գյուղերում ջաղած քարեր գրեթե չկան պահպանված կամ եղածները չեն կիրառում։ Եզակիներից է Շիրակի մարզի Հոռոմ գյուղի 75 տարվա հազարաշեն տանիքով ջրաղացը, որտեղ գյուղացին էլի իր աղոնն է աղում։ Մի ժամանակ դեռ լույսը չբացված ակլորականչի հետ մինչև ուշ երեկո հացքաղի շրջանում ջաղացման նորայրի 300 կիլոգրամանոց ջաղացքարը անվերջ պտտվում էր։ Դռնից մինչև աղաց գյուղացիք հերթ էին կանգնում, կարից, հորեն, զավար ու այլ հատիկաբույսեր աղալու։ Բերքը աղացն էին լցնում, քարը ծեծում էր, աղում ու պարկերը լիուլի լցնում։ Դրանից համ ջաղացման ներկո, համ էլ գյուղացիք։ Այն ժամանակ չէի կրնում, ստեղ կան հերթ կար, հնի էլ չկա։ Ընտանասումները վերացան տանելիք։
Հիմա հազվադեպ են ջաղացում գործ ունենում, տեխնիկան ու տեխնոլոգիաները հեշտացրել են ամեն ինչ, քիչ-քիչ հինն ու հնությունն է վերանում, բայց նորայրն էլի ջաղաչքարն է գործածում, մանրիկ գործանում, ասում է եթե ժամանակին այսպես են արել, ուրեմն ճիշտը սա է եղել։ Թեփ կավերեք է, որ փչում ես էսևի, մաքրվի, փայլի։ Ինքն որ էպելուս այդ կարմր ատտարուս ծորենը, որ զդում ես, նոր բերում ես, որ մեջ է այդ զիգլի բան չեն։ Էպելուս պետք է տարակվի։ Բացվի ինքը։ Բացվի դոր, ծավալի համыз։ Շիրատա համով է։ Ես է կրնամ, համի տարբեր տեղեր ծեզում են ծավար։ Ես քայկը շիրը են ծևի են սաման եմ էձեր նոր, այդ ծորենը են կաշճի տարոր է իրան չճարստ է պայց, տարոր է, որ պապուկ են ուդելուց։ Քայկը շիրը համապատասխանացրել են ծորենի այդ դիմասկունության հետ, օչիքեջել է, պախուսցն է ուղագի, որ էպելուս պասում է։ 75 տարի առաջ կառուցված ալրաղաց է, ոչինչի ձեռք չի տվել, չի փոխել, ամեն բան իր տեղում ու դիրքում է, ճիշտ նույնությամբ ինչպես պահել է նախ պապը, հետո հայրը։ Գյուղում պահպանված հնություններից մեկն է, երբ ջաղացքարը պտտվում է, ձայնը գյուղի ծայրն է հասնում։ Երկու քար է աշխատում, նայ, այս վրայինը ֆռում է, տագինը մնում է նյորդվի մնացած էլի տագինը, իսկ վերևինը ֆռում է։ Ջաղացքարը տոննաներ է կշռում, ասում է քար կտրող գյուղի հաղթանդամ տղամարդիկ են միայն կարողացել այն բարձրացնել ու շուռ տալ։ Բնական քարից է այն, երբեմն այն սրելու կարիք է զգացվում, դա հեշտ բան չէ, հատուկ գործիքներ կան, այս գործում էլ է նորայրը վարպետ։ Այս հարթ տեղերը խփում եք, ես սևի խորտ ու բոր կանարդ բան է ստասում, եսի կոշում եք կրանել, այս գործիքը չիրեմ, որ թվականներից է հայտնվեց, ծև եգել են զու։ Բան եմ նկարում։ Պաբեդիցից է սարկած։ Քարը քարին այնպես են հարմարեցրել, որ ոչ միայն հատիկը չի վնասվում, նաև ալյուրն ու ծավարը յուրահատուկ բույր ու համ են ստանում։ Աղալու պահին անգամ մաքուր բերքի հոտը կշտացնում է։ Ով մեկ անգամ ճաշակել է ջաղացքարի ալյուրից թխած հացը կամ ձավարից կերակուրները, համոզվել է, որ դրանից լավը չի լինում։ Եսի պարդատիշ պտեղնի տունը։ Միշտ օգտագործում եմ, ես միշտ հլավ եմ քծեմ, տոլմա եմ փատեմ, հերիսա շատ եմ տնեմ, տնական հավով տնում եմ հերիսա։ Հողածածկ կետնից մինչև Հազարաշեն երթիքն ամեն ինչ խոսում է անցյալի վարպետության ու ճաշակի մասին։ Հազարաշենը հայկական ճարտարապետության յուրատիպ ու հինավուրց նմուշներից է։ Գերանների կամ չորսուների խաչաձև դասավորությամբ ստեղծված այս կառուցվածքը թույլ է տալիս կարճ նյութերով ծածկել մեծ տարածքներ, դարձնելով շինությունը ամուր ու տպավորիչ։ Հայի շինարարական մտքի կառույցը այցելավայր է նաև գյուղի կյանք ու մշակույթը զգալու, ավանդույթների շունչը ճանաչելու համար։ Հասմիկ Թումասյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Այժմ Լաոսը եւս սպառված է, ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։